Մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Երվան Բոզյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի քանի օր, այսպես ասենք, հետ գնանք, հաղթանակի օրվա տոնը նշվեց Մոսկվայում հանդիսավոր, որից հետո ասուլիս ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ, ուշագրավ էր, որ նաև անդրադարձ եղավ Հայաստանին, հատկապես գագաթնաժողովին եւ շատ կոնկրետ ասելիք ուներ նախագահը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի իշխանություններին եւ նաեւ հայ ժողովրդին, նաեւ անդրադարձավ այստեղ մյուս այցերին եւ հայտարարություններին։ Խնդրեմ։ Տեսեք, նախ Պուտինի խոսքերը բաժանենք երկու մասի։ Նախ ինքը հասկանալի պատճառներով Ռուսաստանը վրդովված է այն վիճակով, որ Հայաստանը հրավիրեց Զելենսկին եւ Զելենսկին Երևանից հայտարարեց, որ չի բացառում, որ մայիսի 9-ի այդ կապակցությամբ ինքը կարող է որոշակի ինչ-որ քայլերի դիմել, որը խիստ բացական ընկալվեց ընդհանրապես Ռուսաստանում, որտեղ Հայաստանը ֆորմալ իմաստով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ է։ Մի առաջինը, որ Հայաստանը ընդունում է այստեղ եվրոպական քաղաքական համայնքի կառույցին, որը ստեղծվել էր 22 թվականին Մակրոնի գլխավորությամբ, ընդ որում ընդգծված հակառուսական կառույց էր։ Այդ առաջին նստաշրջանի ժամանակ էր, որ Պրահայում Մակրոնի ջանքերով Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մեզ եւ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որտեղ սա գործարքի առաջին մասն էր, որպեսզի կարողանար Ադրբեջանը ազատվել ռուսական զորքերից, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը մտնեին հակառուսական կոալիցիայի մեջ։ Երկրորդ այս նստաշրջանն էր, որտեղ փաստացի Մակրոնը եւ իր այդ խմբակը արևմտյան դրթում են Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը հաջորդ քայլը կատարի Ռուսաստանի դեմ, եւ նա այդ քայլը կատարեց։ Նախ եւ առաջ ընդունվեց այդ քաղաքական համայնքի այդ 8-րդ նստաշրջանը Երևանում իր ամբողջ բովանդակությամբ հակառուսական բնույթ ուներ, եւ ամենակարևորը Զելենսկին հրավերով եւ Զելենսկին նման բան հայտարարություն անելով ուղղակիորեն դա մեսիջ էր, որ Հայաստանը թքում է Ռուսաստանի երեսին։ Սա միանշանակ էր։ Ռուսաստանը բնականաբար պատասխանեց, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ուզում է հասկանալ, թե Հայաստանը վերջնականապես Փաշինյանի հետ է, թե Փաշինյանի հետ չէ։ Եթե Փաշինյանի հետ է, ուրեմն Մոսկվան փաստացի խզելու է Հայաստանի հետ կապերը։ Իհարկե ձևակերպեց, որ ինտելիգենտ ձևով է դա արվելու, բայց դա դիվանագիտական ձևակերպումներ են, որտեղ ինքը հիշացրեց նաև, որ այդպես է սկսվել ուկրաինական process-ը, հիշում եք 2013-14 թվականին, եւ ակնարկեց, որ ուկրաինական process-ը ինչի հանգեց նրան, որ 14 թվականից հետո Ուկրաինան Եվրոմիության անդամ չդարձավ, բայց հայտնվեց պատերազմի մեջ։ Եվ պատերազմի արդյունքում ես ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնեմ, որ տարբեր գնահատականներով մոտ 1,700,000 ուկրաինացի զոհված է, անհատ կորած է, եւ մոտ 10 միլիոն ուկրաինացի հայտնվել են Ուկրաինայի բանից դուրս եւ Եվրոպայում, այսպես ասած, փախստականի կարգավիճակ ունեն։ Ես սա ուզում եմ ասեմ, որ մենք հիշեցնենք, որ երբ որ Պուտինը հիշեցնում է, որ Հայաստանին ինչ է սպասվում, դա եւ ակնարկում է Ուկրաինայի օրինակը, ապա հստակ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զելենսկին է, իսկ դա նշանակում է, որ քանի որ ինքը Հայաստանի Զելենսկին է, Հայաստանին սպասվում է մեծ արհավիրք, մեծ պատերազմ, շատ մեծ, ինքը ասում է պատերազմի կուսակցություններին ընդդիմությանն է բանում, ինքը ամենագլխավոր պատերազմի կուսակցությունն է, որտեղ ինքը բերել է մեծ պատերազմ 20 թվականին, եւ այդ մեծ պատերազմի արդյունքում երկրորդ մեծ այդ 20 թվականի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, երկրորդ մեծ պատերազմի արդյունքում մենք կորցնելու ենք Հայաստանը, բայց այդ process-ը փուլային կարող է գնալ։ Տեսեք ինչ է ակնարկում Պուտինը։ Պուտինը ասում է, որ եթե Հայաստանը ուզում է դառնալ Եվրոմիության անդամ, ապա հիմա ասեք, որտեվ հիմա մենք ուզում ենք արդեն, եթե ինքը բխում ենք կներեք ոչխար չենք, էս չենք, որ մենք համաձայնվենք մեզ ձեզ էժան գազ տանք, որ դուք ժամանակի ընթացքում պատրաստեք, հետո նոր դառնաք Եվրոմիության։ Կներեք, իմ մոտ այնպես տպարություն կա, որ փողոցային խուժանները իրանք քանի որ խուժան են, իրանք մյուսներն են ուզում հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերություններում հիմարներ չկան, եւ եթե ժողովուրդը տուրք տա այս մարդուն եւ այս մարդը նորից վերընտրվի, ես ասեմ, թե ինչ է սպասվելու Հայաստանին։ Ես մի քանի թվեր ասեմ, որ դուք պատկերացնեք։ Հայաստանի արտաքին առևտուրը, առևտրական շրջանառությունը կազմում է 21 միլիարդ 400 միլիոն դոլար, 21 միլիարդ 400 միլիոն դոլար ամբողջ աշխարհի բոլոր երկրների հետ, որից 13 միլիարդ դոլարի
Հայաստանը իմպորտ է անում, այսինքն ստանում է ապրանքներ 8.4 միլիարդ դոլարի արտահանում է, վաճառում էքսպորտ է անում, հա։ Հիշենք այդ թիվը 21 միլիարդ 400 միլիոն դոլար։ 21 միլիարդ 400 միլիոն դոլարից հարգելի ժողովուրդ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանությունը կազմում է 7 միլիարդ 600 միլիոն դոլար։ Այսինքն 35%-ը, տեսեք, 7 միլիարդ 600 միլիոն դոլար։ Չինաստանի հետ կազմում է 2 միլիարդ 600 միլիոն դոլար, բայց Հայաստանի, Չինաստանի ապրանքաշրջանառության առյուծի բաժինը էլի ռուսական կապիտալն է, Ռուսաստանի տնտեսությանը քողարկված բան է, որտեվ մեծ հաշվով Հայաստանը չունի այնքան պոտենցիալ, որ Չինաստանի հետ ինքնուրույն 26 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենա։ Դրա մեծ մասը ռուսական ապրանքների, այսպես ասած, էքսպորտ-իմպորտի խնդիրն է։ Եվ վերջապես երրորդ բանը, երկիրը, որը Հայաստանը ունի երրորդ տեղում, գտնվում է Էմիրատները, 2 միլիարդ 100 միլիոն դոլար, 25 թվականի թվերն եմ ասում։ 2 միլիարդ 100 միլիոն դոլար։ Եվրոպայում ու Ամերիկայում Հիմա տեսեք, Եվրոպայի շրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, այսինքն 11%-ը։ Ռուսաստանինը կազմում է 35%-ը։ Չինաստանի, Էմիրատների, Ռուսաստանի եւ Իրանի հետ կազմում է 768 միլիոն դոլար։ Տեսեք, ուրեմն Ռուսաստանի, Չինաստանի, Էմիրատների եւ Իրանի հետ ամբողջ շրջանառությունը կազմում է 61%։ 61%։ Տեսեք, Եվրոպայի, Եվրոմիության հետ անդամ երկրների ամբողջ ԵՄ-ի անդամ երկրների շրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, ընդ որում այդտեղ առաջի տեղը Գերմանիան է, Ֆրանսիան է մոտավորապես 250 միլիոն դոլարի կարգի, այսինքն Ֆրանսիայի հետ արգելի ժողովուրդ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանից տարբերվում է 30 անգամ, այսինքն Հայաստանի տնտեսությունը 30 անգամ ավելի շատ է կապված Ռուսաստանի հետ, քան Ֆրանսիայի հետ, բայց այսօր Ֆրանսիայի նախագահան գալիս է եւ մենտորական տոնով խորհուրդներ է տալի, որ ռուսական զորքերը դուրս գան ֆրանսիականով փոխարինում են։ Մի հարց եմ ուզում տամ։ Աշխարհագրությունը բոլորը գիտեն։ Հայաստանը շրջափակված է 4 երկրով՝ Թուրքիայով, Իրանով, Վրաստանով եւ Ադրբեջանով։ Որ ճանապարհով պետք է ֆրանսիական զորքերը մտնեն կամ ֆրանսիական զինտեխնիկա մտնի Հայաստան։ Թուրքիան մերժելու է, Իրանը մերժելու է, Ադրբեջանը մերժելու է, Վրաստանը մերժելու է, որտեղ Վրաստանը չի ուզում դառնալ կողմ երկիր, ինքը չեզոքություն է պահպանում։ Որ ճանապարհով օդային տարբերակով էլ են փակ, ոչ մի երկիր թույլ չի տալի, որ ռազմական ճանապարհով Հայաստանը բան ստանա։ Հարց, ես սա տալիս եմ, որպեսզի մարդիկ, եթե մարդը մարդ է, հասկանա, եթե մարդը ունի աշխարհագրություն, ես չնայած կասկածում եմ, որ 30 տարվա մեջ մեր կրթական համակարգը հենց անկում է ապրել, որ մարդկանց մեծ մասը չգիտեն, թե Հայաստանը ինչ երկրն է դե սահմանակից, բայց հուսամ, որ այն մարդիկ, ովքեր ունեն միջնակարգ դպրոց են ավարտել եւ տիրապետում են աշխարհագրությանը, ապա կհասկանան, որ Հայաստանը չունի որևէ հնարավորություն ըստ էության որևէ եվրոպական երկրից առավելևս Ֆրանսիայից այդպիսի աջակցություն ստանա։ Ֆրանսիան շատ հեռու է Հայաստանից եւ տրամաբանական է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի տարբերությունը ապրանքաշրջանում 30 անգամ, հիշենք 30 անգամ։ Դուք հասկանում եք ինչ նախնդիրը։ Հիմա տեսեք, փաստացի կարելի ասել, որ եթե 35%-ը մաքուր Ռուսաստանի հետ այդ ապրանքաշրջանառությունը, մնացածների հետ Չինաստանի 2.6 միլիարդ, Էմիրատների 2.1 միլիարդ եւ Իրանի 768 միլիոն դոլար, ապա իրար հետ միասին 61%-ը կազմում ամբողջ շրջանառության, ապա դիմա պատկերացրեք, եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները խզվում են տնտեսական իմաստով։ Միայն խզման արդյունքում Հայաստանի տնտեսությունը կարող փլվի վերջնականապես։ Ես չեմ ասում մարդկանց կենսամագարտակը անգամներով կարող են նվազել։ Տեսեք, օրինակ, ընդամենը Միացյալ Նահանգների հետ ընդամենը 350 միլիոն դոլար է, պատկերացնեք ինչ թիվ է, 350 միլիոն դոլար, որտեղ է Միացյալ Ռուսաստանի հետ ավելի քան 20 անգամ տարբերություն կա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանում։ Սա զգուշացում էր որ ժամանակահատվածի համար։ Հիմա տեսեք, բայց կարևոր մի հատ բաղադրիչ ասեմ։ Պարոն Բոզյան, որ սա ասես նաև ընտրության նախաշեմի, որ նաև մեր ժողովուրդը հասկանա, որ ամսի 7-ին ինքը պիտի գնա որոշում կայացնի, ում է ընտրում։ Եթե Նիկոլին եք ընտրում, ուրեմն դուք մի քանի դետալ էլ ասեմ, ժողովուրդը որ պատկերացնի, բայց այդ ապրանքաշրջանառության տրամաբանության մեջ երկու բաղադրիչ կա, որը շատ կարևոր է մեր անվտանգության տեսակետից։ Նա գազն է եւ ատոմային էներգիան։ Ուրեմն ատոմային էներգիայով Հայաստանը այլընտրանք չունի այս պայծրությամբ եւ հիշեցնեմ, որ 26 թվականին ավարտվում է, այս տարի ավարտվում է հարգելի ժողովուրդ այն
ժամկետը, որտեղ պետք է Հայաստանը որոշում կայացնի, բայց քանի որ Փաշինյանը արդեն որոշում է կայացնել, որ չի համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ դա ինչ է նշանակում։ Ուրեմն այս ատոմակայանի ժամկետը ավարտվում է 36 թվականին եւ այլևս հնարավոր չի երկարացնել։ Դա արդեն վերջնական արդեն որոշումը կա։ Եվ բոլոր փորձագետները ասում են, եւ դա միանշանակ է, որ նոր ատոմակայանի կառուցման համար պետք է 10 տարի։ Այսինքն 10 տարուց պակաս հնարավոր չէ նոր ատոմակայանը շահագործելու համար։ Այսինքն, եթե այս տարի մենք որոշում չկայացնենք, ապա եթե օրինակ կայացնենք 2027 թվականին, ապա մենք մի տարի հայտնվել ենք էներգետիկ խորը ճգնաժամի, ինչպես է 90-ական թվականներին։ Հիմա այս մարդը ինչ է անում, ժողովուրդ, որ դուք պատկերացնեք, ուղղակի դրա մասին շատ չեն խոսում։ Հիմա այս մարդը փաստացի 2026 թվականին պետք է որոշում կայացնի, բայց որոշում չի կայացնելու ինքը, որովհետև ինքը մերժում է ռուսական տարբերակը, փորձելու է ձևացնել, որ ինքը ամերիկյան տարբերված, ամերիկյան մոդուլային այդ ատոմակայանի, որպեսզի որևէ փորձ համաշխարհային գոյություն չունի, այդ փոքր մոդուլային ատոմականները Ամերիկայից ստարկվում են իրենց ռազմակայանների համար, շատ չնչին դերակատարում կա, այսինքն դա Հայաստանի տնտեսության հետ вообще կապ չունի։ Հայաստանին պետք է մեծ ատոմակայան, ինչպես որ մենք ունենք նման տիպի ատոմակայան, որպեսզի կարողանա բավարարել մեր պահանջները։ Դա միանշանակ բոլորն էլ հասկանում են։ Դա Ռուսաստան այլընտրանք չունի։ Ռուսաստանը կառուցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայում, Հնդկաստանում եւ ընդհանրապես բոլորն էլ հասկանում են, որ այդ ատոմականների առաջամարտիկը Ռուսաստանն է։ Այլ հարցերում Միացյալ Նահանգներն են Եվրոպայում, բայց կոնկրետ այդ հարցում Ռուսաստանն է։ Երկրորդը գազի կախվածությունը։ Տեսեք, գազի 80%-ը գազի մենք ստանում ենք Ռուսաստանից։ Այսինքն փաստացի կարելի ասել, որ մենք այդտեղ այլընտրանք չունենք։ Այն թեզը, որ կանանք Պարսկաստանից ստանանք, տես բան չկա։ Ուրեմն մարդիկ չեն տիրապետում, բայց ես ասեմ, որ Պարսկաստանը չունի այն ենթակառուցվածքները, որով ինքը գազ վաճառի ուրիշ երկրներին, դա ցավալի է, ավելին կարամ ասեմ, Պարսկաստանը գազ է ստանում Ռուսաստանից։ Այսինքն ենթակառուցվածքների մամուտով Պարսկաստանը խնդրեմ ունի։ Այսինքն եթե մենք մերժում ենք ռուսական գազը, ապա միակ այլընտրանքը մնում է ադրբեջանական գազը։ Տեսեք, օրինակ Վրաստանը, որ հակամարտության մեջ մտավ Ռուսաստանի հետ, դրա արդյունքում ինքը հրաժարվեց ռուսական գազից, ինքը ստանում է մոտ 80%-ով ադրբեջանական գազ։ Բայց Վրաստանը չունի լուրջ քաղաքական խնդրեմ Ադրբեջանի հետ։ Մենք ունենք այդ խնդրեմը։ Մեր համար Ադրբեջանի հետ կախվածությունը գազից կնշանակի, որ վաղը մյուս օրը մենք եթե այդ կախվածությունը մնա, վաղը մյուս օրը Ադրբեջանը կպահանջի, որ 300,000 ադրբեջանցի արդեն գան Հայաստան, այսինքն գազի դիմաց։ Մենք կանգնենք երկընտրանքի առջև, կամ պետքա սառենք 90-ական թվականների պես, ինչը ժողովուրդը կմերժի այդ տարբերակը, կամ պետքա մենք գազ ստանանք Ադրբեջանից, որպես նախապայման, որտեղ միակ տարբերակը կմնա այդ նախապայմանը, որ ադրբեջանցիները պետքա վերադառնան Հայաստան։ 1000 ադրբեջանցի, որ եկավ Հայաստան, ինքը դառնում է արդեն խնդրեմ, որովհետև 1000 ադրբեջանցու վրա Թուրքիան վաղը մյուս օրը կհայտարարի, որ քանի որ մարդու իրավունքների խախտում կա անում ադրբեջանցիների, ինքը ունի բարոյական իրավունք զորք մտցնել, ինչպես որ ինքը անում է Սիրիայում, ինչպես որ ինքը անում է Իրաքում։ Այսինքն սա նույնիսկ մեծ ծրագիր է Մակրոնի գլխավորությամբ Արցախի զոհաբերությունը, երկրորդ զոհաբերությունը պետք է անի Հայաստանը, որպեսզի այս տարածաշրջանում մաքրեն ռուսական հետ կա ընդհանրապես, դա որտեվ Մակրոնը եւ ընդհանրապես Արևմուտքը պատրաստվում է մեծ պատերազմի Ռուսաստանի հետ։ Դա բոլորը գիտեն, դա արդեն բոլորի մասին գաղտնիք չի։ Եվ այդ պատերազմի մեջ իրանց համար մանրադրամները, իդեմս Հայաստանի կամ Վրաստանի երկրորդական են։ Վրաստանը, որը իր ամբողջ քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի Արևմուտք, ստոպ է տվել, որտեղ ինքը հասկացել է ինչ վտանգի մեջ կանգնած եւ ինքը փորձում է դա որոշակի մանևրելով բազմակողմանի սարքի իր քաղաքականությունը, որի համար իրան մեղադրում են։ Ինքը չի ուզում մանրադրամի դեմ կատարել, ինքը ասում է, ուզում եմ Եվրոմիության անդամ դառնամ, բայց չեմ ուզում փչացնել Ռուսաստանը, ասում են ոչ, Եվրոմիության անդամ դառնալու նախապայմանը պետք է երկրորդ ճակատ բացես Ռուսաստան հետ։ Հիմա արդեն նոր հրապարակել են իրանք այդ փաստերը վրացիները, որը բարձ կա։ Հիմա մեր մոտ նույնը կա։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը չի ուզում դա բացահայտի մեր ժողովրդին, որ նախապայմանը Եվրոմիության ճանապարհին Ռուսաստանը փչացնելն է հարաբերությունները։ Դա նախապայման է։ Հիմա տեսեք, այսինքն փաստացի այս ծրագրի պայմաններում հարգելի ժողովուրդ, եթե դուք հունիսի 7-ին ընտրեք Նիկոլ Փաշինյանին, դուք ընտրելու եք ձեր եւ ձեր երեխաների գերեզման կառուցելու գործընթացը։ Սա միանշանակ եմ ասում։ Սա էմոցիոնալ բան չի, սա իրական process է։ Առաջի քայլը կլինի տնտեսական հարաբերությունների փլուզումը։ Տնտեսական հարաբերությունների փլուզման ընթացքում կգա քաղաքական հարաբերությունների փլուզումը, քաղաքական հարաբերությունների փլուզման արդյունքում կգա արդեն անվտանգային հարաբերությունների փլուզումը, ընդ որում դրա արդյունքում
մենք հայտնվելու ենք փաստացի Թուրքիայի եւ Ադրբեջանի գրպանում իրանց պարտադրանքով իրանք նույնիսկ առանց մեծ ցնցումների ամեն ինչ կանեն որ ստեից արդեն հայերը զանգվածային մակարդակի տեղահանվեն գնան ուրիշ տեղ այս մարդը ապագա կայի տրաբանական ժամանակին խափեց Հայաստանին հիմա խաղաղության նույն բանով խափում է Հայաստանը կործանելու տրամաբանությունա տանում շատերը կասին բայց ինչի է դա անում այս մարդը ծագումով կարող է ինքը հայ չի նախ այդ հարցի պատասխանը մենք հələ պետք է մենք իմանանք եւ հունիսի 7-ից մենք երկար պետք է հասկանանք թե այս մարդը ով է չէ հետո ինչ շահեր ունի այս մարդը սպասեք պարոն Բոզյան նաեւ պիտի իմանանք թե եթե Պարզես որ ինքը հայ չի, դիմանանք թե քանի տոկոս է նաև Հայաստանում հայ չի կամ ուղեղ չկա։ Ես հիմա ասես բան ասեմ, տեսեք, ես ձեռնպակ կմնամ, որտեղ մարդկանց Գեբելսյան քարոշ, տեսեք, Գեբելսյան քարոշա մեքենայի արդյունքում մարդկանց ուղեղները լվանալու մի հատ process կա, որը ցավոք սրտի արևմուտքում դեռ անցյալ տարվա նացիստական Գերմանիայի փորձից հետո բազմաթիվ ժողովուրդներին ուղեղները լվանալու մի հատ մեծ process փորձ կա եւ այդ փորձը հիմա շարունակվում է եւ փաստացի կարելի ասել որ մարդկանց պետքա հետ բերել, այսինքն մարդկանց պետքա ոչ թե հրճակել թշնամի, այլ մարդկանց պետքա աշխատել հետ բերել, որտեղ մարդկանց մոտ կներեք դեբիլիզացիայի process-ը դա շատ մեծ վտանգ է այս ներկայացնում եւ մենք չենք կարա ժողովրդի մի զգալի մասին հրճակենք թշնամի, դա սխալ է։ Ավելին կարամ ասեմ որ այսօրվա ես մի բան ինֆորմացիա էլ ասեմ, դուք լավ չեք տիրապետում, բայց ես ասեմ դες, ուրեմն ԿՊԱ-ական կառավարման համակարգի, հատկապես տեղական կառավարման համակարգի մոտ 70%-ի վրա քրեական գործեր է բացած, որպեսզի այդ մարդիկ աշխատեն ԿՊ-ի համար ձայներ հավաքեն, եթե չհավաքեցին, բանը պլաններ է չէ, իրանց քրեական հատուկ քրեական գործեր է բացած, որ այդ քրեական գործերով այդ մարդկանց վախացնում են։ Ես ասեմ, որ հավաքական ընդդիմության հաղթանակից հետո բոլոր այդ քրեական գործերը կարճվելու են, որպեսզի այդ մարդկանց ազատենք այդ ստրկությունից, որը ԿՊ-ի իշխանությունը այդ մարդկանց վրա դրել է։ Եվ սա միայն այսօրվա Փաշինյանի ծրագիրը չէ, սա դրսի ծրագիրն է։ Իրանք շատ լավ հասկանում են, որ հայկական, հակապետական ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է մեծ զանգվածներ ներքաշել process-ի մեջ եւ որպեսի մարդկանց չես կարա էնտուզիազմով մարդկանց դնես, մարդկանց պետք է վախացնես։ Այդ վախացնելու համակարգը շանտաժի մեխանիզմը իրանք արդեն ստեղծել են։ Եվ մենք էլ ասում ենք, որ մենք իշխանության գալուստով ոչ միայն սրանց վռնդելու ենք իշխանությունից, այլ նաև այդ մարդկանց, ովքեր որ այդ վիճակի մեջ են հայտնված, իրանց կարճելու են այդ խնդիր, կարճելու են սա քրեական գործերը, որպեսզի այդ մարդիկ ազատագրվեն այդ վիճակից։ Սա շատ ծանր եւ բարդ խնդիր է, ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ այս հարցի շրջանով, բայց այն տիեզերական հանցագործությունը, որ սրանք պատրաստվում են անել հայ ժողովրդի առաջ, դա իսկապես ներում բեկում չունենալու իշխանապողությունից հետո այդ մարդիկ իսկապես սա մի հատ նոր Նյուրնբերգյան process-ի խնդիր է կանգնած լինելու, որը բայց սա մենակ Հայաստանի մասով չի։ Վրաստանում էլ կան այդ խնդիրը ուզում են դնել լուծեն, բայց մի քիչ բարդ է այդ խնդիրը, որտեղ աշխարհակահաղական բալանսների խնդիր կա, բայց արդեն պարզ է որ թե ինչ են արել այդ նախորդ իշխանությունները Վրաստանում, մոտարապես նույն բան անում են այսօրվա Հայաստանի իշխանությունները։ Դա մեծագույն հանցագործություն է սեփական ժողովրդների նկատմամբ։ Սա մեծ, բայց հիմա շատ կարևոր մի հատ դետալ էլ ուզում եմ ասեմ, տեսեք։ Այն որ հունիսի 7-ից հետո եթե Փաշինյանը Աստվածչյանի վերարտադրվեց հայ-ռուսական հարաբերությունները փլուզվելու են վերջնականապես, դա միանշանակ է, բայց տեսեք ինչ տակտիկա է բռնել Փաշինյանը։ Փաշինյանը ուզում է որ այդ փլուզման առաջի քայլը կատարի Պուտինը, ոչ թե ինքը, որպեսզի հետո պատասխանը գցի Պուտինի վրա։ Օրինակ, եթե Հայաստանը պետք է ժողովուրդը 5 անգամ վատանավիճակ ասելու են, ես մեղավոր չեմ, Պուտինն է որոշումը կայացրել։ Այսինքն ինքը անընդհատ սադրում է դրան, որ այդ սադրանքի արդյունքում բանը կատարվի։ Տեսեք, ինքը ասում է Հայաստանը հապկից դուրս չի գալիս, հապկն է Հայաստանից դուրս գալիս։ Այդ խափեք, այդ մանիպուլյացիան, այդ սրիկայական մանիպուլյացիան իրանք ինչ են դա անում, որպեսզի հապկը որոշում կայացնի, որ Հայաստանին դուրս բերի բանից, որտեղ եթե հապկից որ դուրս գա Հայաստանի անվտանգային համակարգը մնա օդի մեջ, Հայաստանը որ հարված ստանա Փաշինյանը կասի ես մեղավոր չեմ, հենա հապկը որոշում կայացրեց, ես ինչ անեմ։ Ինչպես որ տեսեք, Արցախի հետ կապված ինչ կատարվեց։ Արցախում ինքը գնաց Պրահայում ստորագրեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, կազմաքանդեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի ամբողջ դրույթները, Ղարաբաղի բանակի կարգավիճակը փոխեց դարձավ ահաբեկչական կառույց Ադրբեջանի ներքին գործի տրամաբանության մեջ, արդյունքում Երբ որ Ադրբեջանը սպեցօպերացիայի արդյունքում Հայաստան ժողովուրդը դուրս եկավ, ասեց դրա մեղավորը մենք չէ, բանը ես չեմ, Ռուսաստանն է։ Ոնց հիմա այս, տեսեք, այս Գեբելսյան քարոշչա մեքենայի կնքահայրը իր Մակրոնն է, Մակրոնի այդ հանցագործ բանդան է, այդ ԵՄ-ի ղեկավարության, որի
բանը ծիլերը տվել է, ասենք, բանը։ Ես ուղղակի ուզում եմ ուղղակի այս օգտագործում եթերը ասեմ, որ ԵՄ-ի ներկայացուցին եւ ընդհանրապես այդ մարդկանց դուք մեծագույն հանցագործություն եք կատարում, դուք Գեբելսյան, Հիտլերից, Գեբելսից ոչինչով չեք տարբերվում, դուք մեծ հանցագործություններ եք կատարում հայ ժողովրդի դեմ, վրաց ժողովրդի դեմ եւ մնացած բոլոր ժողովուրդների դեմ, եւ այդ ժողովուրդները հիշելու են ձեզ, որտեղ դուք մնալու եք պատմության մեջ Թալատ Փաշայի, Էնվեր Փաշայի, Ջեմալ Փաշայի, Ադոլֆ Հիտլերի, Գեբելսի, Գերինգի շարքում, որտեղ դուք սրիկաներ եք, ձեր պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ, միլիոնավոր ռուսներ կոտորվում են հիմա պատերազմում, 4000 երեխա Երևանում կոտորվեց, Հայաստանում կոտորվեց, մենք Արցախը կորցրեցինք, բազմաթիվ մեծ ողբերգությունների գլխավոր պատճառը դուք եք։ Այն ժամանակ նացիստական, ռասայական գաղափարներ գերակադարձել, հիմա այդ ռասայական գաղափարը դուք փոխարինել եք ձեր իբր թե եվրոպական արժեքներն ավելի բարձր են, դուք ավելի բարձր կարգի ժողովուրդ եք, քան մնացած ժողովուրդները։ Դա մենք չենք մոռանալու երբեք եւ դուք ձեր գնահատականը ստանալու եք։ Ես երկար ժամանակ խորհրդային միության փլուզումից հետո մտածում էի, որ կոմունիզմից հետո վերջապես գալիս է մի ժամանակահատված, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ համայնք, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մենք Ելցիները այդպես մտածում։ Մենք բոլորս տենց էինք մտածում, որ դուք մեզ խաբել եք, եւ դուք խաբել եք դրա գինը դուք ստանալու եք։ Ձեր նման դուք նմանատիպ մարդիկ ձեր Զելենսկիներ եք բուծել, Փաշինյաններ եք բուծել, Սաակաշվիլիներ եք բուծել, դուք մենք ժողովրդին տանջելով եք զբաղված։ Եվ մենք հիմա հասկացանք, որ մենք պետք է ձեզ գրավենք եւ ձեզ ստիպենք, որ դուք վճարեք այն գինը, որ դուք հիմա մեզ տենց վիճակի մեջ եք գցում։ Դուք այլընտրանք, դուք այլևս իրավունք չունեք ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ձեր ինքնուրույն որոշումները առաջին համաշխարհային պատերազմը դուք հնեցիք, երկրորդ համաշխարհային պատերազմը ձեր պատճառով եղավ, երրորդ համաշխարհային պատերազմը դուք եք տանում, որտեղ դուք գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ եք, դուք սրիկաններ եք, դուք բանը չարիք եք այս աշխարհի վրա, այդ չարիքը, չգիտեմ, մետաստազներ եք ուզում տակ աշխարհի բոլոր բաների վրա։ Դուք պարզապես ողբերգություն աբեր ամբողջ ժողովրդի համար։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եվրոպական ժողովուրդն ազատագրենք ձեր սրիկայական այդ բաներից, որ դուք հիմա դեք երիշխել եք ձեր բաների վրա։ Ես ուղղակի ասելու բան չունեմ, սա այն սրիկայությունը, ողբերգությունը, ցինիզմը, Մակրոնը գալիս է Երևանում եւ հայտարարում է, որ Ղարաբաղի պատճառով ռուսներն են եղել, ինքը դրթում է 22 թվականին, որ Փաշինյանը հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի մաս է, եւ ինքը մեղադրում է, դեք ինչ Գեբելսը իր բանում, այդ ինչ են ասում, գերեզմանում շուռ է գալիս նախանձից, թե ինչ աշակերտներ է ինքը բուծել։ Եվ դաշնավիրան նվագում են Շարլ Նազարի բանի տակ, որպեսի կարողանաք դուք ինչ եք ուզում դրանով հասկացնեք։ Դուք մտածում եք, որ դեբիլիզացիայի արդյունքում դուք ունեք բավականին զանգված Հայաստանում, որ կարողանաք ձեզ հավատալ, սրիկաներ։ Բայց կգա ժամանակը, ես միշտ համարել եմ, որ խորհրդային միությունը բացասական դեր է կատարել, որ ժամանակին ինքը Հունգարիայի դեպքերի մեջ խառնում էր Չեխոսլովակիայի, Լեհաստանի, որտեղ ես կարծում եմ, որ անկեղծորեն իսկապես եվրոպական ժողովուրդները ինքնորոշման իրավունքներում ամեն ժողովուրդ պետք է իր ձևով ազատի, բայց պարզվեց, որ եթե մեկ մաս ասում ես ուզում եմ ազատ լինի, դուք եք ստեղ գալիս։ Դուք խորհրդային միության ժամանակ մարդկանց ասում եք, որ խորհրդային միությունը թույլ չի տալիս, որ մարդիկ բանը դուրս գան իրենց սահմաններից, երկաթյա վարակույր կար եւ այլն եւ այլն։ Հիմա դուք եք երկաթյա վարակույր դնում, վիզաների թանկացման, ձեզ թանկացնելով, որ չգիտեմ, այս ի՞նչ քաղաքացիություն է ձեզ։ Դա չի հանդուրժվելու ձեզ ամեն ինչը։ Այն ինչ որ դուք կարեցիք Իրաքում, այն ինչ որ դուք կարեցիք Սիրիայում, այն ինչ որ դուք կարեցիք Արցախում, այն ինչ որ դուք կարեցիք Վրաստանում, այդ ինչ որ ամենամեծ ողբերգությունը որ դուք հիմա անում եք Ուկրաինայում, դուք վերջը հատուցում ալինելու այդ ամեն չամար։ Մի հատ երկրորդ Նյուրնբերգյան process-ը պահանջելու, որպեսզի ձեր ամբողջ քաղաքական վերնախավը դատապարտվի ամենակեղտ, ամենադաժան մակարդակի, որտեղ մի անգամ Նյուրնբերգյան process-ում նացիստերին մենք դատապարտվեցին, եւ երկրորդ անգամ նացիզմի ծնունդ եղավ ուրիշ ձևով։ Դեմոկրատիայի անվանումը ոնց որ դա դեմոկրատիա որևէ կապ չունի, զերո կապ ունի։ Հիմա այս մարդիկ որ պետական մակարդակով ընտրակաշառք են բաժանում, այ դեսպաններ, այ անամոթներ, բա ինչի ծպտուն չեք անում։ Պետական մակարդակով բոլոր տեղերում կտրակաշառք է բաժանում Հայաստանի ձեր իշխանությունը։ Բոլոր տեղերում ընտրական ասեք կանենք տարբերակով։ Մի